Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, հանրակրթության բարեփոխումների շատ կարևոր բաղադրիչ է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը, որը ուղղված է սպասարկելու եւ ապահովելու հանրակրթության թե բովանդակային բարեփոխումները, թե նաեւ կառավարման բարեփոխումները, եւ պետք է նշեմ, որ հանրակրթության ֆինանսավորման նոր կարգը սկսել է գործել 2023 թվականից, սկզբունքորեն փոխելով դպրոցների ֆինանսավորման հայեցակարգը, որտեղ մենք անցում արեցինք աշակերտ թվով ֆինանսավորումից դեպի դասարան թվով ֆինանսավորման եւ սահմանեցինք նորմատիվային ֆինանսավորում դպրոցների համար, սակայն ինչը կարևոր եմ համարում ընդգծել, ֆինանսավորման նոր կարգը բարեփոխում է ուսուցչի վարձատրության եւ աշխատանքի համակարգը, ընդ որում հաշվի առնելով, որ հաճախ շահարկվում է, թե մենք ուսուցիչների վարձատրության բարձրացման ուղղությամբ միայն կամավոր ատեստավորման մեխանիզմն է, որ ներդրել ենք, կարծում եմ սա լավ առիթ է նաև ներկայացնելու մեր ձեռնարկած քայլերի ամբողջ շղթան, որի մի էական մասը հենց ֆինանսավորման կարգի տրամաբանության մեջ է։ Պետք է հիշեցնեմ, որ ուսուցիչների վարձատրությունը մեկ անգամ բարձրացվել է 2019-ին համատարած 10%-ով, այնուհետև 20 թվականին սահմանվել է ուսուցչի վարձատրության նվազագույն շեմ։ Մինչև սա ընդհանրապես նման ուրեմն մոտեցում չէր կիրառվում եւ 20 թվականից 108,800 դրամը սահմանվեց իբրև ուսուցչի վարձատրության նվազագույն շեմ, սակայն ֆինանսավորման նոր կարգով 23-ից ուսուցիչների նվազագույն վարձատրության նոր չափ սահմանվեց 119,900 դրամ, որը շուրջ 10%-ով ավել էր նախորդ սահմանումից եւ սա արդեն իսկ կարելի է ասել, որ համատարած բարձրացման հաջորդ փուլն էր։ Բացի դրանից ֆինանսավորման նոր կարգով փոխվեց ուսուցիչների դրույքաչափը, նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց, սեպտեմբերից արդեն 12 դասարաններից 11-ում նոր չափորոշիչը կգործի եւ սրա շնորհիվ ուսուցչի շաբաթական դասավանդվող ժամերը նախկինում գործող 22-ի փոխարեն դառնում են 18 ժամ տարրական դասարանների համար եւ 20 ժամ մյուս դասարանների համար, ինչը հանգեցնում է դասավանդվող 1 ժամի արժեքի բարձրացման 20%-ով տարրական դասարանների համար եւ 10%-ով միջին եւ ավագ դասարանների համար։ Պիտի ասեմ, որ 22 շաբաթական ժամ դասավանդման մոտեցումը որդեգրվել էր 2000-ականներին եւ մի նպատակ ուներ՝ փող խնայել, բայց փող խնայել կրթության որակի հաշվին, որովհետև բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ ուսուցիչը պետք է ունենա բավարար ժամանակ դասերին պատրաստվելու, դասերի արդյունքները ամփոփելու եւ ինչքան մենք մեծացնում ենք շաբաթական դասավանդվող ժամերի թիվը, այնքան անկում ենք ունենում կրթության որակին, որտեղ ուսուցիչը հասցնում է միայն մի դասարանից մյուսը գնալ եւ այս փոփոխությունը հիմնարար փոփոխություններից մեկն է, որը ուղղված է կրթության որակի բարձրացմանը եւ որը պետության վրա ունեցել է միլիարդավոր նոր ներդրումների անհրաժեշտություն կրթության ոլորտում։ Պետք է ասեմ, որ կրթության որակին ուղղված ֆինանսավորման կարգի մի շարք այլ փոփոխություններ ենք արդեն իսկ ներդրել, որոնք նոր չափորոշչի մասն են, մասնավորապես առաջադիմության խնդիր ունեցող երեխաների համար մենք վերցրել ենք պարտավորություն կրթական հավելյալ ծառայություն տրամադրելու եւ նախորդ ուսումնական տարում, որ այս արդեն ավարտվում է, 13400-ից ավել երեխաներ այս մոտեցմամբ կարողացել են իրենց կրթական արդյունքը բարելավել։ Նախկինում այս երեխաների հանդեպ պետությունը որևէ պարտավորություն չէր զգում եւ եթե որևէ մեկը բավարար չէր սովորում, ուղղակի թողնում էին նույն դասարանում։ Այս պարագայում մենք նաեւ պարտավորություն ենք վերցնում երեխաների կրթությունը բարելավելու եւ դա նաեւ ուղիղ ֆինանսական արտահայտություն ունի ֆինանսավորման նոր կարգով։ Բացի դրանից մենք ֆինանսավորման նոր կարգով ընձեռել ենք հնարավորություն, որ դպրոցները դասարանական կրթությունից բացի արտադասարանական մեխանիզմներ ներդնեն երեխաների կրթությունը բարելավելու եւ նաեւ մոտիվացիան մեծացնելու։ Նախագծային ուսուցումը, որը առանձին ֆինանսավորում է, խմբակները, որոնք հաճախ գյուղական դպրոցներում միակ հնարավորությունն են մշակութային եւ սպորտային կրթություն ստանալու եւ նախորդ ուսումնական տարի մեր դպրոցներում գործել են 15000 խմբակներ ավելի քան 167,000 երեխաների համար։ Սա նույնպես ֆինանսավորման նոր կարգի տրամաբանությամբ ներառված գործընթաց է։ Բացի դրանից, ֆինանսավորման նոր կարգով մենք ներդրել ենք լաբորատորիաների պահպանման եւ լաբորատոր նյութերի ձեռքբերման ծախսերը։ Կառավարության ծրագրի շատ կարևոր մաս էր լաբորատորիաների ստեղծումը, բայց բնական է, որ դրանք շարունակական գործարկման ծախսեր ունեն եւ դա նույնպես ֆինանսավորման կարգով նախատեսված է, ընդ որում այս գումարը չի կարող վերաբաշխվել ոչ մի այլ նպատակով, այսինքն պետք է օգտագործվի միայն հենց այս ուղղությամբ։
Շատ կարևորում եմ, որ ֆինանսավորման նոր կարգը հնարավորություն է տվել նոր միջավայր ապահովել ներառականության համար։ Ֆինանսավորման նոր կարգով մենք առանձին միջոցներ ենք հատկացնում դպրոցների միջավայրի հարմարեցման համար այն դպրոցներում, որտեղ դրա կարիքը կա, ինչպես օրինակ թեքարտակների, եւ բացի դրանից առանձնացված է յուրաքանչյուր առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի համար խելամիտ հարմարեցումների ֆոնդ, որը թույլ է տալիս երեխայի կրթությունը կազմակերպել ավելի արդյունավետ։ Մեր բոլոր դպրոցներում ֆինանսավորման նոր կարգով ներդրվել է հոգեբանի հաստիքը, այժմ մեր դպրոցներում 900-ից ավել հոգեբաններ են աշխատում եւ իդեպ կառավարության ընդամենը մի քանի նիստ առաջ մենք կայացրեցինք որոշում նաև նրանց կամավոր ատեստավորման մեխանիզմի ներդրման եւ այս տարի հոգեբանները նույնպես հնարավորություն կունենան ատեստավորման մասնակցել։ Ֆինանսավորման նոր կարգով նաև բազմաթիվ այլ բարեփոխումներ են արվել, կանոնակարգվել են դպրոցների պահպանման, կոմունալ ծախսերը, գործող հաստիկները, յուրաքանչյուրի գործառույթն ու աշխատանքների նկարագիրը, որոնք սահմանվել են կառավարության նաև այլ որոշումներով։ Մեկ թվային ցուցանիշով փորձեմ ցույց տալ այս կարգի ազդեցությունը։ Ֆինանսավորման նոր կարգի ներդրումը բերել է նրան, որ էապես ավելացել է հանրակրթության ֆինանսավորումը կամ դպրոցների պահպանման ծախսերը։ Եթե 2019-ին այս ուղղությամբ ֆինանսավորումը կազմել է 85.26 միլիարդ դրամ, ապա 24 թվականին մենք արդեն իսկ հատկացրել ենք 118.84 միլիարդ դրամ կամ 33.58 միլիարդ դրամով ավելի կամ 39%-ով ավելի։ Իհարկե նաև սովորողների թվի աճ ունենք, բայց ֆինանսավորման աճը էապես գերազանցել է սովորողների թվի աճին։ Ընդ որում ուզում եմ հատուկ նշել, որ սա չի ներառում ուսուցիչների հավելավճարների վարձատրության ծրագրերը, որոնց առանձին միայն նախորդ տարի 10 միլիարդ դրամ է ուղղել պետությունը։ Հիմա այս նախագծով մենք ինչ ենք իրականացնում, դպրոցների ֆինանսավորման կարգը նախկինում բաղկացած էր երկու մասից, գործակիցներն ու նորմատիվները հաստատվում էին նախարարի հրամանով, կառավարության որոշմամբ հաստատվում էր ֆինանսավորման մեթոդաբանությունը, ներկայացված նախագծով մենք առաջարկում ենք դրանք հաստատել կառավարության մեկ որոշմամբ, հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են եւ ավելի ուրեմն տրամաբանական կգործեն, նաեւ նոր նախագծով նախատեսում ենք, որ կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների եւ տնտեսումների մի մասը կկարողանանք ուղղել դպրոցում առկա այլ խնդիրների լուծմանը, իհարկե նույնպես կառավարության համապատասխան որոշումներով, ասեմ, որ սա շատ կարևոր ճկունություն է դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու համար, նախորդ տարի 500 դպրոցում 800 միլիոն դրամի կապիտալ աշխատանք է արվել այս անհրաժեշտ ուղղություններով։ Նախատեսում ենք նաև նախագծով ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքների համակարգողի լրավճարը։ Պետք է հիշեցնեմ, որ մենք այն մեր գյուղական դպրոցներում, որտեղ ուսուցչի թափուր տեղ կա եւ չի լրացվում, էլեկտրոնային դասավանդում ենք անում, այս պահին 96 գյուղական դպրոցների 5250 երեխաներ այս միջոցով շատ կարևոր առարկաների դասավանդում են ստանում 190 ուսուցիչների կողմից։ Նաև անցումային դրույթներով նախատեսվել է, որ կարգը կգործի 2025-ի սեպտեմբերի 1-ից, այսինքն նոր ուսումնական տարվանից։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, երկու դիտարկում տեսեք, որ մենք ասում ենք ուսուցիչներին նվազագույն վարձատրություն կամ աշխատավարձ եւ մենք վերցնում ենք որպես բազա բնականաբար դրույքը, որովհետեւ դրույքի մասին է խոսքը, բայց հիմա մեր դպրոցներում կան չէ դպրոց ուսուցիչներ, ովքեր կես դրույքով են աշխատում, 1/3 դրույքով են աշխատում, այս պարզաբանումը անենք, որովհետեւ հետո հետագայում երբ որ մարդկանց հետ շփում անում, ասում են այ դուք ասում եք նվազագույն այսքան է, բայց ասենք ես ստանում եմ այսքան, հետո պարզում ենք, որ կես դրույքով աշխատում, 1/3 դրույքով աշխատում, սա այսինքն ճիշտ եմ, չէ՞ հասկանում, որ նրբությունը կա։ Այո, պարոն վարչապետ, կա այդ նրբությունը, այսինքն կախված է ուսուցչի ծանրաբեռնվածությունից, սա մեկ դրույքի գումարն է, բայց ես ուզում եմ նաև հիշեցնել, որ հավելավճարների ծրագրերում մենք ունենք հատուկ հավելավճարի ծրագիր գյուղական փոքր դպրոցների համար, որտեղ ժամանականակը քիչ է եւ օբյեկտիվորեն չի կարող մի դրույք ծանրաբեռնվածություն ունենալ ուսուցիչը, այստեղ ավելի քան 3000 ուսուցիչներ ծրագրի շահառու են եւ պետությունը լրացնում է նրանց դրույքաչափի պակասող մասը մինչև 50% հավելավճարի չափով եւ նաեւ սա է բերել նրան, որ գյուղական դպրոցներում մենք նկատում ենք նոր ուսուցիչ
ուսուցիչների մուտք գործելու մեծ թիվ, ինչը նշանակում է, որ այս հավելավճարի ծրագիրը աշխատում է, բայց այո, ձեր ասածը իրականություն է, եթե մարդը մի դրույքից պակաս է ծանրաբեռնված, բնականաբար սրանից պակաս գումար կարող է ստանալ։ Դե այդտեղ մենք երկու դեպք ունենք։ Մի դեպքը այն է, երբ որ դպրոցը աշակերտների քիչ թիվ ունի, եւ երկրորդ դեպքը այն է, որ խնդիրը ոչ թե դա, այլ ինչ որ մի ծրագրով աշխատում է կես դրույքով, որովհետեւ դպրոցները նաեւ որոշակի ինքնավարություն ունեն, չէ, եւ կարող են որոշ առարկաների գծով որոշ կարգավորումներ անել, որտեղ ուսուցիչները կարողանան հնարավորություն ունենան նաեւ կես դրույքով աշխատել։ Այս երկրորդն պարզա, բայց առաջին դեպքում, երբ որ ուսուցիչը աշխատում է եւ այստեղ խնդիրը թերբեռնվածության մեջ է դպրոցի, մենք այդ հավելավճարը սահմանում ենք, լրացնում ենք այնքան միջև հասնի ուսուցչի նվազագույն աշխատավարձին, այդ մեր սահմանված 1 դրույքի։ Այո, միջև հասնի 1 դրույքին։ Բայց ես նաև պարոն վարչապետ պետք է նշեմ, որ մյուս փոփոխությունը, որի մասին նշեցի, այդ շաբաթական դասավանդվող ժամերի նվազեցումը, բերում է նրան, որ օրինակ կա օբյեկտիվ իրավիճակ, որ տարրական դասարանների դասավանդող ուսուցիչները ավելի քիչ ժամեր ունեն, որտեղ 1-ից 4-րդ դասարաններում առարկաների թիվը ավելի քիչ է, օրվա դասերի թիվը ավելի փոքր է, եւ օրինակ դասվարները երբեք չէին կարող շաբաթական 22 ժամ դասավանդել, նույնիսկ եթե իրենք դասավանդում են մեծ դպրոցում, եւ 18 ժամ շաբաթական դասավանդվող ժամերի թիվը թույլ է տալիս, որ այս ուսուցիչները նույնպես 1 դրույք զբաղվածություն ունենան։ Այսինքն այնտեղ որտեղ 1 դրույքից նվազում ունի, այսպես ասած, օբյեկտիվ պատճառներ, մենք դա լրացնում ենք, իսկ այնտեղ որտեղ ի սկզբանե կես դրույքով աշխատանքային պայմանագիր է, արդեն բոլորովին ուրիշ իրադրություն է եւ մենք ըստ այդմ ենք վերաբերվում դրան։ Հաջորդ հարցը, որի մասին կուզենայի խոսել, խոսքը առաջադիմության խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելու մասին է։ Իհարկե, այն որ մենք սկսում ենք աջակցություն այդ երեխաների, այդ շատ կարևոր է, բայց ինձ թվում է մենք պետք է նաև զուգահեռ մոնիտորինգի ենթարկենք, որովհետև դա եթե մի դպրոցում մենք տեսնում ենք, որ անընդհատ շարունակաբար կամ այդ թվի նվազում չունենք կամ անընդհատ աճ ունենք կամ ստաբիլություն ունենք, այդտեղ ուրեմն դպրոցում խնդրեմ կա, որովհետև շատ լավ նախորդող շրջանում ինչ որ համակարգային խնդիրներով եկել կուտակվել է, մենք պարզա որ մենք երեխաներին պետք է աջակցենք, բայց մյուս կողմից հանկարծ մենք մեխանիզմ չստեղծենք, որ դպրոցները մեզ ինչ լավ է, մենք չենք հասցնում, առաջադիմություն չունենք եւ հետեւաբար մեր ֆինանսավորումը դրանից ավելանում է։ Եթե 1-2 ստեղ մենք պետք է ճիշտ բանաձևեր դնենք, որ տեսնենք, որ դա այդտեղ առաջադիմության խնդիրներ ունեցող երեխաների ստաբիլ իրավիճակ կա կամ ստաբիլ աճ կա, այդ նշանակում է, որ մենք պետք է գնանք դպրոցներում վարչական բնույթի որոշում, կազմակերպչական բնույթի որոշումներ կայացնելու եւ իմիջիալոց պետք է իմ կարծիքով որևէ ձևով, դա որևէ բանաձևով, չեմ ասում, որ դա տենց հստակ անմիջական պատճառահետևանքային կապ ունենա, բայց դա պետք է նաեւ դպրոցներում աշխատանքային պայմանագրեր խզելու հիմք դառնա, որովհետեւ եթե մի անգամ, 2 անգամ, մի տարի, 2 տարի անընդհատ ստաբիլ նույն առարկաներից, նույն ուսուցիչների մոտ, նույն ստաբիլ թվով երեխեքը առաջադիմության խնդիր ունեն, այդտեղ ուրեմն մենք պետք է գնանք խորանանք, հասկանանք ինչն է դրա պատճառը։ Աջակցություն, բայց դա նաև ազդակավոր դպրոցում մի բան այն չի։ Համայնքում մի բան այն չի, չգիտեմ, միջավայր մի բան այն չի։ Որտեղ այն չի։ Գնանք գտնենք որտեղ այն չի, այնտեղ որտեղ նախարարությունը պետք է զբաղվի նախարարությունը, որտեղ համայնքը, որտեղ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, սոցիալական ծառայությունները, որտեղ ոստիկանությունը, բայց այդ դա մեզ համար չպետք է լինի սովորական բան, դե հա դե երեխեքը առաջադիմության խնդիր ունեն, եկեք ուղղակի ֆինանսավորումը ավելացնենք։ Վարչապետ, բնականաբար այդ բոլոր ռիսկերը հաշվի առնված են եւ նաեւ ցուցանիշը, որ մենք խոսում ենք 13494 երեխաների մասին 430,000-ից, այսինքն իրականում այս համամասնությունն էլ ցույց է տալիս, որ մենք խոսում ենք համատաբար ավելի փոքր խումբ երեխաների մասին, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ այս բոլոր մեխանիզմները դրված են նաև դպրոցի տնօրենի ատեստավորման կարգում, այսինքն ի վերջո մենք ներդրել ենք նաև դպրոցի տնօրենների ոչ միայն նշանակման նոր համակարգ, նոր պահանջներով, այլ նաև ատեստավորման պահանջ ենք դրել,
որը մյուս կողմից նրանց վարձատրության բարձրացման հնարավորություն է տալիս, բայց մեր համար էլ դարձնում է շատ ավելի պարզ եւ հաշվետվողական նրանց աշխատանքը եւ եթե որևէ դպրոցում կրթության որակը չի փոխվում, ձեր նշած առաջադիմության խնդիր ունեցող երեխաների թիվը չի պակասում, ավելին շարունակաբար գրանցվում է նույն առարկաներից նույն ուսուցիչների մոտ, այստեղ ուրեմն առաջին հերթին մենք ունենք խնդիր դպրոցի կառավարման մասով եւ վստահաբար այդ որոշումները աշխատանքից ազատման դպրոցում անհրաժեշտ միջամտության օրենսդրորեն բոլորը սահմանված են, բայց նաեւ ուսուցիչների մասով մենք ներդրել ենք ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր համակարգ, որտեղ ամեն տարի ուսուցիչը գնահատվում է եւ ուսուցչի գնահատումը տեղի է ունենում իր կողմից, ինքնագնահատումը եւ նաեւ դպրոցի տնօրենի կողմից եւ դրանից հետո ուսուցիչը գնում է վերապատրաստման ըստ այն կարիքի, որը բացահայտվել է, օրինակ եթե որևէ ուսուցիչ չի կարողանում երեխաներին լավ բացատրել եւ վերապատրաստող կազմակերպության աշխատանքի արդյունքում մենք կարող ենք տեսնել դպրոցի տնօրենն ու ուսուցիչը ինչքանով են օբյեկտիվ եւ արդար եղել իրենց կարիքների գնահատման գործընթացում, այսինքն ասածս այն է, որ ձեր նշած ռիսկը մենք ուշադիր ենք եւ մոնիտորինգ ենք իրականացնում այս ծրագրի նկատմամբ, բայց դրված են այն մեխանիզմները, որ թույլ չտան այդ չարաշահումները եւ իմ տպավորությամբ այս պահին մենք հակառակը ունենք դրական էֆեկտ, որտեղ օրինակ երբ որ դասարանում երեխաների թիվը մեծ է, ուսուցիչը ֆիզիկապես չի հասցնում բոլոր երեխաներին անհրաժեշտ ուշադրությունը տալ եւ կան երեխաներ, որոնք ավելի դանդաղ տեմպով են սովորում, քան մյուսները եւ այս երեխաների հետ հավելյալ աշխատանքի հնարավորություն է ստեղծվում եւ սա չի կուտակվում, սա է շատ կարեւոր, այսինքն երեխան մի թեման լավ չյուրացրեց, ունի հնարավորություն մեկ անգամ հավելյալ դաս վերցնի, յուրացնի եւ միանա իր ընկերներին։ Շատ լավ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։